որ նախորդ հաղթանակը պատահական չէր։ Բրոնզե մեդալներ նվաճեցին Արարատ Ավետիսյանը եւ Գևորգ Հարությունյանը։ Հայաստանի հավաքականը Բաքու էր մեկնել ամբողջական 10 մարզիկից բաղկացած կազմով։ Հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի խոսքով հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելուց առաջ ստացել էր անվտանգության երաշխիքներ։ Մրցումների ընթացքում մարզիկների եւ պատվիրակության անդամների անվտանգությունն ապահովվել է, իսկ մրցավարական լուրջ միջադեպեր ըստ նրա չեն արձանագրվել։ Նշենք ոսկե մեդալը Ջանես Նազարյանի, ոնց որ ասեցի, այդ կան տարիների ընթացքում առաջի անգամ հիմնը հնչեց այդ մոնենտը մեծ պալատի, դա շատ հուզիչ էր, շատ ոգևորիչ էր, որ կարողացանք, մենք ասում ենք երևի չթողնեն դաժե, բայց այնպես ստացվեց, որ պրոբլեմ չեղավ Ջանեսի հետ կապված, մրցավարության հետ, մնացած հարցերի հետ կապված ինքը ոնց պատրաստ էր անցյալ տարվա եւ աշխարհի առաջնության հաջողությունը կրկնել Բաքվում։ Ավելի դժվար է նույն մակարդակին մնալը, քանի որ եթե անցյալ տարի մի քանի հոգի էին աշխատում ինձ վրա, այս տարի բոլորն էին աշխատում ինձ հաղթելու համար։ Այդ դեպքում ես ավելի պետք է լավ աշխատեի ու այս տարի այդպես էլ արեցինք մարզիչների հետ միասին, փորձեցինք ավելի լավ պատրաստվել, այսինքն մի հաղթանակի տարբերակի փոխարեն մի քանի տարբերակ մշակել, որ եթե մի կողմով աշխատեն ինձ վրա, ես մյուս կողմով կարողանամ հաղթանակ տանել։ Բրոնզե մեդալ նվաճած Արարատ Ավետիսյանը միջազգային խոշոր մրցաշարերում արդեն երրորդ անգամ է բարձրացել պատվո հարթակ։ Նախորդ տարի նա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել ավելի թեթև քաշային կարգում, իսկ այս մրցաշրջանում քաշային նոր կարգում բրոնզե նվաճել եւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար պայքարում Ավետիսյանը նվազագույն տարբերությամբ պարտվել է Ղազախստանի ներկայացուցչին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում ժամանակի շուտ առավելության է հասել հունգարացի մրցակցի նկատմամբ։ Պետք է ավելի լավ պատրաստվենք, սխալների վրա աշխատենք, շատ պարապենք, պետք է հավաքված գոտեմարտեր անեմ, մի քիչ լավ չմասնակցեցի, որովհետև բաց էի գտնում եւ տեղեր կային, սխալներ կային, պետք է այդ սխալները ուղղել եւ շարժվել առաջ։ Գևորգ Հարությունյանն աշխարհի առաջնությանն առաջին անգամ էր մասնակցում։ Բաքվում առաջին գոտեմարտում նա մրցել է ադրբեջանցի ներկայացուցչի հետ եւ լարված պայքարում պարտվել նվազագույն հաշվով։ Այդ հանդիպման ընթացքում Հարությունյանը կոտրել է արմունկի ոսկորը, սակայն նույնիսկ վնասվածքը չի խանգարել հայ ըմբիշին շարունակել պայքարը եւ նա հաջորդ փուլում 7-6 հաշվով հաղթել է Ղազախստանի ներկայացուցչին, նախորդ տարվա աշխարհի չեմպիոնին, իսկ բրոնզե համար գոտեմարտում Հարությունյանը հաղթանակ է տարել մեկ միավորի առավելությամբ։ Ես որ պարտվեցի, իմ սրտի խորքում շատ ուժեղ ցավ զգացի, հետո հասկացա, որ կարամ բրոնզե մեդալ վաստակեմ ու գնացի մինչև վերջ։ Ձեռքից ցավին այդ ժամանակ էլ չեմ նայել։ Միանգամից ուզեցել եմ, այսպես իմ լեզվով ասեմ, ուզեցել եմ կպնեմ իմ գործին։